Բարև։ Պատկերացրեք կանանց, ովքեր հեշտությամբ սուզվում են օվկիանոսի սառը ջրերը ու ծովամթերք հայթայթում մինչև 10 մետր խորությունից։ Նրանք անում են դա ամեն օր, երկար տարիների ընթացքում, անգամ հղի վիճակում։ Այդպիսին են կորեացի հենեսուզորդները, կանայք, ովքեր իրենց կյանքը նվիրել են ծովին։ Ու ինչպես պարզել են Հարավային Կորեայի Միացյալ Նահանգների ու Դանիայի գիտնականները, նրանց զարմանալի կարողությունները ոչ միայն անդադար մարզումների, այլև ԴՆԹ-ի մեջ մնացած ժառանգության արդյունք են։ Cell Reports ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հենեսուզորդները ձեռք են բերել ունիկալ գենետիկական ադապտացումներ։ Հետազոտողները ուսումնասիրել են 30 պրոֆեսիոնալ սուզորդի ու համեմատել ստորջրյա աշխատանքի հետ կապ չունեցող 61 կանանց հետ։ Տարբերությունն ակնհայտ էր։ Հենեսուզորդների մոտ սուզման ժամանակ սրտի ռիթմը շատ ավելի դանդաղում է, գրեթե րոպեում 19 հարվածով։ Սա դասական բրադիկարդիա է, որը հատուկ է այսպես կոչված սուզման ռեֆլեքսի համար։ Պաշտպանական մեխանիզմի, որը պահպանում է թթվածինը եւ երկարացնում ջրի տակ անցկացված ժամանակը։ Հենեսուզորդների մոտ այն շատ ավելի զարգացած է։ Պարզելու համար արդյոք դա կապված է գեների հետ, հետազոտողները սեկվենավորել են բոլոր մասնակիցների ԴՆԹ-ն, ու իրոք հենեսուզորդների մոտ հայտնաբերվել են գեների երկու տարբերակ, որոնք գրեթե չկան մյուսների մոտ։ Առաջինը կարգավորում է արյան ճնշումը։ Դա հատկապես կարևոր է սուզման ժամանակ, երբ օրգանիզմի վրա ճնշումը կտրուկ փոխվում է։ Հղի սուզորդների համար, ովքեր աշխատում են ընդհուպ մինչև ծննդաբերություն, այս մեխանիզմը իսկական պաշտպանություն է։ Երկրորդ գենետիկական տարբերակը կապված է ցրտադիմացկունության հետ։ Այն հայտնաբերվել է ցավի ընկալման հետ կապված SGCZ գենի մեջ։ Հենեսուզորդների մոտ դրա հատուկ տարբերակը հավանաբար նվազեցնում է ցրտահարությունից առաջացող ցավի նկատմամբ զգայունությունը։ Դա լրիվ բացատրելի է։ Այս կանայք սառը ջրում անցկացնում են մի քանի ժամ, երբեմն ամենախիստ եղանակային պայմաններում։ Հարցազրույցներում նրանք պատմում են, որ աշխատում են նաև ձմռանը, երբ ջրի ջերմաստիճանը մոտենում է 0-ին։ Չնայած ընտրանքը դեռ մեծ չի ու հետազոտություններն անհրաժեշտ է շարունակել, արդեն այսօր այն ստիպում է նորովի նայել մարդու էվոլյուցիոն ադապտացմանը։ Հենեսուզորդները օրինակ են, թե ինչպես են մշակույթը, մասնագիտությունն ու գեները հյուսում մարդկային հնարավորությունների մասին զարմանալի պատմություն։ Իսկական հաջողություն աստղագետների համար։ Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակը առաջին անգամ կարողացել է մանրամասն ուսումնասիրել ամենատարօրինակ էկզոմոլորակներից մեկի մթնոլորտը։ Խոսքը TOI 421b տակ ենթանեպտունի մասին է, որը գտնվում է Երկրից 244 լուսատարի հեռավորության վրա։ Ինչու է դա կարևոր։ Որովհետև սովորաբար նման մոլորակների մթնոլորտը ծածկված է խիտ ամպերով, կարծես դրանք փաթաթված լինել տիեզերական բամբակով, սակայն TOI 421b-ն բացառություն է։ Ենթանեպտունները մոլորակի կատեգորիա են, որոնց չափերը Երկրի ու Նեպտունի միջև են։ Մեր արեգակնային համակարգում նման մոլորակներ չկան, սակայն դրանք խիստ տարածված են տիեզերքում։ Սովորաբար ենթանեպտուններն ունեն աղոտ մթնոլորտ, այրոզոլների մասնիկները արտացոլում եւ ցրում են լույսը, թույլ չտալով գիտնականներին ճշգրիտ պարզել մթնոլորտի քիմիական կազմը, սակայն TOI 421b-ի մթնոլորտը ապակու նման թափանցիկ է։ Ջեյմս Վեբի տիեզերական աստղադիտակը օգտագործել է իր NIRISS եւ NIRS-SPEC գործիքները մթնոլորտը ինֆրակարմիր դիապազոնում ուսումնասիրելու համար։ Շնորհիվ մաքուր սպեկտրի, որն ազատ է սովորական խոտաններից, գիտնականները կարողացել են ճշգրիտ չափել ջրային գոլորշու պարունակությունն ու գալ եզրակացության, որ մթնոլորտը բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից։ Այս թեթևագույն էլեմենտներից է բաղկացած մեր արեգակը, սակայն մեթան եւ ածխաթթու գազ, որոնք սովորաբար սպասվում են նման պայմաններում, չեն հայտնաբերվել։ Հետաքրքիր է, որ չնայած Ցելսիուսի սանդղակով 647 աստիճան մթնոլորտային ջերմաստիճանին եւ նրան, որ մոլորակը աստղի շուրջ 1 պտույտը կատարում է ընդամենը 5.2 օրում, մթնոլորտը չի ցնդել։ Նշանակում է, որ այն ձևավորվել է մոլորակի հետ միասին վաղ անցյալում ու կարողացել է պահպանվել, չնայած ճառագայթման եւ բարձր ջերմաստիճանի միլիարդավոր տարիները։ Իսկ դա իր հերթին հաստատում է տեսությունները, որոնք բացատրում են, թե ինչու է էկզոմոլորակների մի մասը պահպանում իր գազային թաղանթը, իսկ մյուսները այն կորցնում են։ TOI 421b-ն աստղագետների համար դարձել է յուրահատուկ լաբորատոր նմուշ, որը թույլ կտա հասկանալ ոչ միայն ենթանեպտունների էվոլյուցիան, այլև դրանց մթնոլորտի ձևավորման պայմանները։ Առջևում նոր դիտարկումներ են ու հնարավոր է նոր հայտնագործություններ, որոնք ցույց կտան, թե որքան բազմազան ու զարմանալի են աշխարհների արեգակնային համակարգից անդին։ Այս շաբաթվա գիտական տերմինը ալիքային ֆունկցիան է։ Ալիքային ֆունկցիան մաթեմատիկական գործիք է, որը կիրառվում է քվանտային մեխանիկայում, քվանտային համակարգի վիճակի նկարագրության համար։ Այդ ֆունկցիան նկարագրում է մաքուր քվանտային վիճակը, այսինքն քվանտային համակարգի այն վիճակը, որի մասին ամբողջ ինֆորմացիան հասանելի է գիտնականին։ Եթե քվանտային համակարգի վիճակի մասին ամբողջ ինֆորմացիան հասանելի չէ,
Այն նկարագրվում է խտության մատրիցայով։ Ալիքային ֆունկցիան ենթարկվում է Շրյոդինգերի բանաձևին եւ դետերմինիստիկ էվոլյուցիայի ենթարկվում հենց այդ բանաձևի հիման վրա։ Ալիքային ֆունկցիայի արժեքի մոդուլի քառակուսին նկարագրում է այն հավանականությունը, որով տվյալ արժեքը կստացվի գիտնականի մոտ դիտարկում կատարելուց հետո։ Այդ դեպքում դետերմինիստիկ էվոլյուցիան փոխարինվում է անդառնալի էվոլյուցիայով, երբ ալիքային ֆունկցիայի բոլոր արժեքները զրոյանում են, բացի նրանից, որը գրանցվել է։ Սա կոչվում է ալիքային ֆունկցիայի կոլապս։ Քվանտային համակարգը նկարագրվում է տարբեր դասական մեծություններով, կոորդինատներ, իմպուլս, էներգիա եւ այլն, ու այդ բազիսներից յուրաքանչյուրի համար սահմանվում է իր ալիքային ֆունկցիան։ Եթե մեծությունները, օրինակ կոորդինատներն ու իմպուլսը միմյանց հետ չեն կոմուտացվում, ապա որքան ճշգրիտ հայտնի է մի մեծությունը նկարագրող արժեքների միջակայքը, այնքան անորոշ է դառնում մյուսինը։ Սա կոչվում է անորոշության սկզբունք։ Օրինակ, եթե քվանտային օբյեկտի կոորդինատների ալիքային ֆունկցիան մեկ կետի շուրջ կենտրոնացված դելտա ֆունկցիա է, ապա իմպուլսը նկարագրող ալիքային ֆունկցիան մաքսիմալ անորոշ է լինելու եւ ընդգրկվելու է բոլոր հնարավոր արժեքներն իրենից ներկայացնելով հարթ ալիք։ Փիլիսոփայական բանավեճեր են ընթանում ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի շուրջ։ Քվանտային մեխանիկայի կոպենհագենյան դպրոցը պնդում է, որ ալիքային ֆունկցիան ընդամենը մաթեմատիկական գործիք է գիտափորձերի արդյունքները կանխատեսելու համար ու ֆիզիկական իմաստ ունի միայն արժեքի մոդուլի քառակուսին։ Էվերեթյան դպրոցը հակառակը պնդում է, որ ալիքային ֆունկցիան հենց քվանտային համակարգի օնտոլոգիական հիմքն է։ Դրանից էլ բխում է այսպես կոչված բազմաշխարհ ինտերպրետացիան, երբ ձեր ցանկացած որոշում իրականության նոր ճյուղեր է առաջացնում։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։